Կովսականը վերաբնակեցվել է 97 թվականից, սկզբից 7 ընտանիք են եղել, շատ դժվար օրեր, շատ դժվար տարիներ ենք ապրել, մինչև 2000-2002 թիվը։ Մեքենա չի եղել, տարբեր դժվարություններ, ճանապարհ չի եղել Ղափանի հետ կապը, ունեցել ենք ծավով 60 կիլոմետր, այդքան երկար է եղել, բայց հիմա արդեն ճանապարհը նորմալ է, 30 կիլոմետրանոց ճանապարհը վերանորոգվում է, անցանելի է բնակչության համար, հիմնականում կապը Ղափանի հետ է, մեր շուկանը Ղափանի հետ, ամեն ինչ շուկայի հետ է, Ղափանի հետ ենք առնչվում, Կովսական համայնքը ճիշտ է, բնակչության թիվը մինչև 2000 թիվը մոտ 200 տնտեսություն է եղել, բայց հետո տարբեր պատճառներով հեռացել են, քիչացել ենք, դարձել ենք մինչև 100, նորից էլի ավելանում ենք, բայց այսօրվա դրությամբ կարելի է ասել 4 տարի է, անընդհատ ավելանում ենք, գնացողներ չկան։ Ներկայությամբ Կովսական համայնքը մոտ 245-50 տնտեսություն։ Մենակ քաղաքը, Կովսական քաղաքը այսօրվա դրությամբ 140 տնտեսություն։ Նաև Կովսական ունի նաև 5 բնակավայր, գյուղեր, որտեղ բնակվում են 15 ընտանիք, 10 ընտանիք, 25 ընտանիք, այսպես։ Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց նաև ունենք հիվանդանոց, ունենք դպրոցներ, 3 հատ դպրոց ունենք, 2-ը գյուղերում, 1-ը Կովսականում, շուտով կգործի մանկապարտեզը, ունենք խանութներ, որտեղ նաև աշխատատեղեր կան, բնականաբար, բայց հիմնականում մնացած ասենք բնակչությունը հողագործությամբ են զբաղվում, ցորեն, հացատիկի կուլտուրաներ եւ այլը, բոստանային կուլտուրաներ հողով են զբաղվում, անասնապահությամբ են զբաղվում։ Մի խոսքով, յուրաքանչյուրը իրենց աշխատանքն ունեն։ Իսկ որտեղից է հիմնականում այս բնակչությունը այստեղ հավաքվում։ Տարբեր տեղերից։ Լոռու մարզից, Տաուշից, Արարատի մարզից, Գեղարքունիքից, տարբեր մարզերից։ Կարելի ասել չկա մի մարզ Հայաստանում, որ տեղից տեղափոխված չլինեն բնակիչներ Կովսականում։ Եվ անցած տարվանից Սիրիայից մեր եղբայրները, սիրահայերը ընտանիքով տեղափոխվում են, մինչև որս էլ ընտանիքներ ենք ընդունում։ Առաջին անգամ էր, որ Սիրիայից եկել են ընտանիքներ։ Անցած տարվանից։ Ուրեմն քանի ընտանիք անցած տարի եկավ։ Անցած տարի 3 ընտանիք, բայց այսօրվա դրությամբ արդեն 12 ընտանիք սիրահայեր ունենք, դեռ շարունակվում է գալը, ուղղակի պատրաստ չենք ընդունելու, ճիշտ է ամեն ինչ անում է կառավարությունը, քաղաքապետարանը, որպեսզի մեր քույր եղբայրներին կարողանանք ընդունել, բնակարանով ապահովել։ Իսկ ինչու հենց Զանգելան։ Դա իրենց ցանկությունն է, թե իրենց ցանկությունն է, ինձ թվում է դա իրենք իրանց երամի հետ կարելի է ձև ասել, դե որը սկզբից sense Կովսականն են, Զանգելան չէ, Կովսականն են հավանել են 3 ընտանիքը, որը սկզբից եկել էին, հիմա հիմնականում իրենց հարազատությունն են գալիս, բարեկամությունն են գալիս եւ ուզում են իրար կողքի ապրեն։ Եվ կա հնարավորությունը հիմնականում հողագործներ են, հողերը տրամադրում ենք, ունենք ազատ հողեր, յուրաքանչյուրը 50 հեկտար վարելահողեր ունեն, որ հացահատիկ են ցանում եւ գոհ են այդ ամեն ինչից, ճիշտ ասած կառավարությունը տրամադրում է վարկեր, սերմացուներ, օժանդակում օգնում է, հեշտ է լինում իրենց համար հող մշակելը, եւ գոհ են, դժգոհ չեն, եւ նորից կանչում են իրենց հարազատներին, այսօրվա դրությամբ Երևանում կան, այսօր ինձ մոտ էին ասացին, որ հարազատներն եկել են Երևանում են, վաղը միսօր պետք է տեղափոխվեն Կովսական։ Հենց հիմա շենքեր ենք վերանորոգում, արդեն վարչակազմը մեր տրամադրել է շին մատերիալ,
երկու արկանին կվարտիրակա, որ վերանորոգում ենք, որպեսզի նոր ընտանիքները տեղավորենք նոր բնակարաններում։ Իսկ տեխնիկայի հարցը ինչպես է լուծվում։ Որ տեխնիկայի մաս։ Ես նկատի ունեմ տրակտորների նմանների աշխատանք։ Դաշտի հողերի մշակությանն ասում։ Տեխնիկաները նաև հիմնադրամը տրամադրում է լիզինգային վարկեր, որոնք որ ցանկություն ունեն, կարողանում են վարկերով տեխնիկաներ գնել հիմնադրամից։ Եվ այսօրվա դրությամբ երկու տեխնիկա ունենք հիմնադրամի տրամադրած, իսկ սեփական ասենք մեխանիզմներ բնակիչներն ունեն, որոշ քանակություն արդեն ունենք, 10-15 միավոր տեխնիկա ունենք, որոնք որ կատարում են, ասենք, եւ վարը, եւ ցանցը, ամեն ինչ կարողանում են կատարել մեր տեխնիկաներով։ Բարձր, իսկ ներկայությամբ ջրի հոսանքի հետ կապված խնդիրներ կան կորսական։ Ոչ, ռոռոկման ջուրը խնդիր չի ունենք մշտական, ողջի գետն է կողքով անցնում, այդ գետից մենք 5 կանալ ունենք մեր վարելահողերին, ասենք, տրամադրված այդ ջրատարները, որ անցնում են մեր վարելահողերով, օգտվում ենք այդ ջրերից։ Հոսանքի խնդիր էլի չունենք, քանզի հոսանքը հենց 97 թվից հոսանքն ունեցել ենք, մենք դժգոհ չենք, ճիշտ է, բնակավայրերը, որոնք որ կոպսականից հեռու են, հոսանք ուշ են տրամադրել, դեռևս ունենք բնակավայր, դեռ հոսանք էլ չկա, դա էլ կարելի ասել, բայց կոպսականը հանձինս երբեք հոսանքից չի դժգոհել, և յուրաքանչյուր բնակիչի անվճար է 20 կիլովատ միջև, դա հովանավոր որ տրամադրում է, բնակիչը գումար չի տալիս, միջև 20 կիլովատ իրավունք ունի օգտագործելու, որից ավելը եթե օգտագործում է, նոր իր գրպանից արդեն ավելը մուծում է։ Միգուցե ասենք այդ հովանավորի ազգանունը կարող ենք նշել, եթե կա ցանկություն։ Ճիշտ ասած հովանավորը ես չգիտեմ ով է, մեկն ու մեկը հովանավորում է եւ կառավարությունը այդ գումարը տրամադրում է։ Իսկ դուք ասացիք, որ ներկայությամբ չեք կարող շատ ընտանիքներ ընդունել, ինչու՞մն է խնդրը։ Պատրաստ չենք, բնակարաններ չունենք։ Բնակարանի խնդիրն է, որ չենք կարողանում, դե ժամանակ է պահանջում, մինչև ասենք շին մատերիալ է տրամադրում կառավարությունը, վարչակազմը, տարբեր միջոցների են գնում, ամեն ինչ անում ենք, որպեսզի շուտ վերանորոգենք, որ մարդկանց, ովքեր որ գալիս են, կարողանանք ապահովել։ Եթե բնականաբար, եթե 30 ընտանիք միանգամից գա, չենք կարող։ Այսօր 8 ընտանիք նորից եկել են, գիշեր ցերեկ աշխատում ենք այդ շենքի վրա, որպեսզի շուտ ավարտենք, կարողանանք այդ ընտանիքները տեղավորել։ Իսկ դպրոցի ասենք հարցերը ինչպես են լուծվում։ Ես նկատի ունեմ հայերենի տարբերությունը։ Սիրահայեր երեխաների։ Ասենք մեզ մոտ ոնց որ եղել է, այդ սիստեմով դասավանդում են, երեք ես հաղորդում էի նայում Երևանում դպրոց է բացվել նոր, զույգ սիրահայեր երեխաների համար, բայց մեզ մոտ չէ, մեզ մոտ դեռ դա չկա, ասենք այդ սիստեմը որ կա սիրահայերի, ասենք այդ բարով դասավանդելը, չէ, մեզ մոտ ոնց որ կա, ասենք հայերեն, մաքուր հայերեն, նույն երեխաներ, սիրահայ երեխաները, ասենք նույն մեր բարբարով սովորում են մեր դպրոցում։ Շատ շնորհակալություն, պարոն Մարգարյան, ինչ Թիթեռ։